Սիրելի հայրենակիցներ, ես գտնվում եմ Նոր Նորքի ոստիկանության շենքի դեմը, հենց նոր որպես վկա կարգավիճակով հրավիրված բերման ենթարկման առանց ուղարկելու որևէ փաստաթուղթ բերման ենթարկման պատճառաբանությամբ մեզ հրավիրեցին ոստիկանություն շաբաթ օրով նախ եւ փորձում են հիմա բռնաճնշումների միջոցով արգրավել հեռախոս, որ միակ իմ կապի ձևն է այս պահի դրությամբ եւ ինչ-ինչ պատճառներով մեղադրանքներ ներկայացնել, որը որ ընդհանրապես աղերս չունի իրականության հետ։ Փորձում են պարզապես ջարդել, փորձում են արդեն ոստիկանների միջոցով հանրային ձայնը լռեցնել, փորձում են ժողովրդից հեռու պահել հանրային գործիչներին ու փորձում են անպայման ամեն ինչը տանել իրենց ուզած հունով նախընտրական քարոզարշավի իրանց անարգել խանգարում ենք իրենց։ Դրա համար էլ որպեսզի կարողանան մեզ, ում որ չեն կարողանում ենթարկացնել, նրանց բոլորին պարզապես ոստիկանության միջոցով են արդեն ահաբեկչությունների ենթարկում։ Ես ուղղակի պարզաբանում մտցնեմ Տիկին Նարեի այս խոսքի հետ կապված, պարզվեց, որ երեք այստեղ աշխատող այս քննչական կոմիտեի այս ստորաբաժանում աշխատող քննիչ Դավթյանը, Մհեր Դավթյանը Տիկին Նարե Սոսեին հրավիրել է հարցաքննության եւ ինչ որ ժամանակին թե ինչ որ մի ամիս առաջ երևի թե ինչ որ բերման ենթարկելու որոշում է կայացրել, բայց այդ բերման ենթարկելու որոշումը նաեւ Տիկին Նարե Սոսեն չէր ստացել, մենք քննիչի հետ համաձայնեցրեցինք, ասացինք, եթե հրավիրում եք հարցաքննության, այո, կգանք։ Ինչի վերաբերյալ է, ինչ որ Facebook-յան էջի, ինչ որ գրառման վերաբերյալ է հարցաքննությունը, իբրև թե, չգիտեմ ինչ կոչեր են, այսինքն այս Երևան քաղաքի քննչական վարչության Ավան եւ նոր վարչական շրջանների քննչական բաժինը, ինչ որ գրառման հետ կապված նախաքննություն է իրականացնում, եկանք Տիկին Նարե Սոսեն պարզաբանում տրամադրեց, որոշ չափով հայտնեց իրեն ինչ է հայտնի այդ գրառման հետ կապված, որ այդ գրառումը ինչ որ մեկն է կատարել, ոչ թե ինքը։ Հիմա այս քննիչը ընդհատեց այդ հարցաքննությունը, ձայնագրեց, դուրս եկավ եւ տվեց մեզ տպագիր տարբերակը այդ արձանագրության, որը մենք նույնիսկ չհասցրեցինք ծանոթանալ։ Ինքը իր հեռախոսը վերցրեց դուրս եկավ, հավանապատասխան ցուցում ստանալու հավանաբար նպատակով եւ եկավ ասեց մենք հիմա ուրիշ քննչական գործողություն ենք կատարելու։ Մենք էլ մեզ հայտնի չէր, քանի որ այդ քննչական գործողության նաև հիմքը եւ այն, որ մենք նաև ժամանակ չունեինք այդ քննչական գործողությանը նաև մասնակցելու, ասացինք, որ ընդհատում ենք ծանոթագիր ուղարկեք կամ ինչ որ ձեր քննչական գործողությունները ինչով են պայմանավորված, այդ մասին մեզ գրավոր տեղեկացրեք, մենք խնդրեմ պատրաստ ենք մասնակցել, բայց ակնհայտ է, որ այս քննչական կոմիտեում ուզում են եւս մեկ անգամ բռնաճնշում գործադրել, օրինակ մարդկանց նկատմամբ այս եւ անձնական կյանքի նկատմամբ ապօրինի միջամտություն կատարել։ Սա է այսօրվա այստեղ գտնվելու փաստորեն նպատակը, այսինքն նպատակը ոչ թե նրան է միտված, որպեսզի նախաքննություն իրականացվի եւ բացահայտվի ինչ որ մի հանցագործություն, այլ հանցագործությունը գոյություն չունի եւ սրանք հիմա փաստացելի են գործ կարելով, կարկատելով են զբաղված։ Այսքանը ուղղակի ուզեցանք ձեզ տեղեկացնել։ Հիմա իհարկե աչալուրջ եղեք սիրելիներս, նաեւ համապատասխան այլ գործողություններ կկատարի կապված այս ապօրինությունների հետ, որի մասին ինքը ձեզ տեղյակ կպահի։ Անպայման